Գումարային հարցի շուրջ առաջացած վեճն ավարտվել է սպանությամբ։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում տեղի ունեցած վեճի ժամանակ երկու սպա է դանակահարվել, որոնցից մեկը Դավիթ Սայաթյանը հիվանդանոցում մահացել է։ Քննչական կոմիտեից Փաստինֆոյի հետ զրույցում նոր մանրամասներ են հայտնել, նշելով, որ երկու անձ, այդ թվում Դավիթ Սայաթյանը 2023 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 20:20-ի սահմաններում կտրած ծակած վերքերով Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկի բակից տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց արձանագրվել է Սայաթյանի կենսաբանական մահը։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սպանության եւ զենքի գործադրման առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով։ Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով գումարային հարցերի շուրջ մի խումբ երիտասարդների միջև առաջացած վիճաբանությունը հանգեցրել է փոխադարձ հարվածներ հասցնելու, որի ընթացքում դրա մասնակիցներից մեկը մյուս խմբի անդամներից երկուսին, Սայաթյանին եւ Մարգարյանին սուր կտրող ծակող առարկայով հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով Սայաթյանը հիվանդանոցում մահացել է։ Նշել են քննչական կոմիտեից հայտնելով, որ քննությամբ պարզվել է միջադեպի մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկում են միջոցներ դրանում ներգրավված անձանց, այդ թվում նաեւ հանցագործություն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։